Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները ցանկացած պահի այն կետից, որտեղ կանգ են կառել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով Մոսկվան նախընտրում է քաղաքական դիվանագիտական կարգավորումը։ Նման կարգավորման պարամետրերը քննարկվել եւ համաձայնեցվել են Ալյասկայում մոտ 1 տարի առաջ։ Չեմ ուզում մտածել, որ Ալյասկան, ինչպես Եվրոպայի գործողությունները, առիթ էր Կիևի ռեժիմին զինելու ժամանակ շահելու համար, բայց ըստ էության այդպես էլ ստացվեց, նշել է ռուս դիվանագետը։ Լավրովը հավելել է, որ Վոլոդիմիր Զելենսկին կոշտ եւ անիրատեսական պայմաններ է առաջ քաշում հակամարտությունը դադարեցնելու համար։ Նախարարը նաեւ մտահոգություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կարծես հետ է կանգնում արդյունավետ միջնորդի դերից, ուժեղացնելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Արևմուտքի ազնիվ միջնորդ լինելու բոլոր հույսերը խափանվել են, ընդգծել է Սերգեյ Լավրովը։ Նա նաեւ մեղադրել է Կիևին Բելարուսը հակամարտության մեջ ներքաշելու եւ ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու փորձերի համար։ Ռուսաստանը պատրաստ է մի շարք միջոցառումներ ձեռնարկել միութենական պետությունը պաշտպանելու համար, նախազգուշացրել է Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի նախագահի օգնականն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը փորձեր է ձեռնարկել Մոսկվայի հետ կապեր հաստատելու համար։ Յուրի Ուշակովի խոսքով ռուսական կողմը պատրաստ է Բրյուսելի հետ երկխոսության։ Միևնույն ժամանակ Կրեմլը մեղադրում է արևմտյան երկրներին զինվելու եւ Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվելու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է եւ վերջին ժամերին այնտեղով ռեկորդային քանակությամբ նավթ է անցել։ Ինչ վերաբերում է նեղուցի նկատմամբ վերահսկողությանը, Վաշինգտոնից եւ Թեհրանից իրարամերժ հայտարարություններ են հնչում։ Արևմտյան մամուլը գրում է, որ նավերի պատասխանատուները հայտնվել են խնդրահարույց իրավիճակում։ Ամերիկյան կողմի հրահանգներին հետևելով նրանք կարող են բախվել իրանական կողմի գործողություններին, հակառակ դեպքում Միացյալ Նահանգների պատժամիջոցներին։ Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարում է, որ Հորմուզի նեղուցից հետո մյուս ամենալուրջ ձեռքբերումն այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ ԱՄՆ-ից նաև նշում են, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները կարող են այցելել Իրանի միջուկային օբյեկտներ։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն հերքում է այս պնդումը։ Գերատեսչության խոսնակը նշել է, որ ԱՄԳ-ի հետ շարունակելու են գործակցել խորհրդարանի եւ ազգային անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան։ Առկա տարաձայնությունների եւ անորոշությունների ֆոնին Թեհրանը եւ Վաշինգտոնը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցնում։ Եթե օրերս ստորագրված հուշագրի դրույթները կյանքի չկոչվեն, արձագանքը կլինի շատ ավելի հուժկու։ Այս ֆոնին դիվանագիտական գործընթացները շարունակվում են։ Իրանի նախագահը եւ արտգործնախարարը մեկնել են Իսլամաբադ։ Օրակարգում տարածաշրջանային դեէսկալացիան է։ ԱՄՆ պետքարտուղարն էլ մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ եւ Բահրեյն։ Մարկո Ռուբիոյի այցելությունների օրակարգում են Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ եւ անվտանգ նավարկությունն ապահովելու ջանքերը եւ տարածաշրջանային այլ հարցեր։ ԱՄՆ-Իրան դիվանագիտական գործընթացների կարևոր մաս է Լիբանանը։ Թեհրանից հայտարարում են, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները երաշխավորելու են հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դոնալդ Թրամփը հավատացրել է կկարգավորի բոլոր հարցերը, այդ թվում Իսրայելի վարչապետի հետ կապված։ Զուգահեռ Իսրայելից պնդում են, ոչ մի փոխզիջում չի լինելու, Ցահալը շարունակելու է գործողությունները եւ դուրս չի գալու Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտուց։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետությունը պետք է անկախանա ԱՄՆ-ից ռազմատեխնիկական ոլորտում եւ ամրապնդի սեփական արտադրությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։